Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հարակից տարածքում շուտով կսկսվի վերանորոգում։ Շուրջ 2 տարվա հետազոտական աշխատանքներից հետո հավաքված մասնագետների խումբը եզրակացրել է Թորոս Ռոստինի, Գրիգոր Տաթևացու, Անանյա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն ու Մեսրոպ Մաշտոցի եւ Կորյունի արձանախումբը վերանորոգման եւ ամրակայման կարիք ունեն։ Կնորոգվի նաեւ հարակից հրապարակն իր սալահատակով։ Կարծում ենք, որ ճիշտ է նախապես հանրությանը իրազեկել կատարվող աշխատանքների մասին, որպեսզի հնարավորինս զերծ մնանք շահարկումներից, այո, շատ շուտով սկսելու են շինարարական աշխատանքներ եւ սա տեղավորվում է նաեւ ընդհանուր առմամբ մատենադարանի բարեկարգման մեծ ծրագրի մեջ կառավարության աջակցությամբ մենք սկսում ենք մատենադարանի ճակատային հատվածի, արձանախմբերի եւ հարակից տարածքների նորոգումը, բարեկարգումը, որը կարծում եմ ոչ միայն հարցեր պիտի չառաջացնի, այլ դա մեր ուղղակի պարտավորությունն է։ Եզրակացության եւ հետագայում նաեւ վերանորոգման պատասխանատուն Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության հուշարձանների վերանորոգման վարչության փորձագետ Ամիրան Բադիշյանն է։ Նշում է, վերջին անգամ մատենադարանի այս տարածքում վերանորոգման աշխատանքներ իրականացվել են 2010-ից 2011 թվականներին։ Փորձագետը դժգոհում է արված աշխատանքներից ու հավելում ամեն դեպքում 14-15 տարին իր բոլոր եղանակային անակնկալներով արել է իր գործը։ Բազալտե արձանները տեղաշարժված են, պատվանդանները քայքայված, իսկ արձանների մեծ կտորներն իրար կապող կարերը բացվել են։ Արձանախմբերի հետ կապված, հատկապես այս վերևի շարքի, ասեմ, որ արձանախմբերի ուրեմն պատվանդանը ընդհանուր երկու ուրեմն մեծ պատվանդան է իրանից ներկայացնում, որը ընդհատվում է մատենադարանի կենտրոնական մուտքով, այդ պատվանդանի հատվածում լուրջ խնդիրներ ունենք։ Սալահատակի ուրեմն սալերը ժամանակի ընթացքում տեղաշարժվել են, կարանները բացվել են, քամին հողը բերել լցրել է, անձրևը ջրել է, բուսականությունը առատ աճում է այստեղ, որ ժամանակին գարնանը նայեք, սա լուրջ խնդիրներ է, որի հետևանքները մենք տեսնում ենք հենապատի ներքևի հատվածներում քայքայումների տեսքով։ Մասնագետները պնդում են, որ հատկապես ձմեռային սեզոնի ավարտին, երբ ձյունը հալչում ու ներծծվում է քարի մեջ, նպաստում է, որ դրանք աստիճանաբար քայքայվեն։ Արա Խզմալյանի խոսքով օր առաջ պետք է սկսել վերանորոգումն այս պատմական կարևորագույն մշակութային կոթողի կյանքն առավել երկարացնելու համար։ Մոտ ժամանակներս մենք անմիջապես կսկսենք աշխատանքները եւ հույս ունեմ, որ հաջորդ տարեսկզբին արդեն մենք կավարտենք բոլոր նախատեսված աշխատանքները։ Պիտի խնդրեմ հանրությանը, որ այդուհանդերձ առաջ չընկնել մասնագիտական տեսակետից եւ մասնագիտական կարծիքից։ Շինարարական աշխատանքների ընթացքում որևէ արձան չի տեղաշարժվելու, որևէ բան չի փոխվելու։ Մարկ Գրիգորյանի, Ղուկաս Չուբարյանի գաղափարներից, նախագծածից եւ ստեղծածից որևէ բան չի փոխվելու։ Խոսքը վերաբերում է որոշ փոփոխությունների, որոնք նույնիսկ չի կարելի համարել կապիտալ շինարարական աշխատանքներ, պետք է պարզապես կանխել հնարավոր ռիսկերը, փլուզումները կամ վնասվածքների խորացումը։ Մատենադարանի բնականոն աշխատանքին վերանորոգման աշխատանքները չեն խանգարի, մտածել են, այլընտրանքային մուտքերով մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան ներս մտնել ու ծանոթանալ հին ձեռագրերի պատմությանը, իսկ վերանորոգումից հետո երևանյան գեղեցկուհին կշողա նոր լույսով։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։